Եթե մենք ուշադրություն դարձնենք, իրականում բոլոր խնդիրները, կոնֆլիկտները ոչ այդքան նյութապաշտությունից են ծնված այս ընտանիքում կոնկրետ, այլ ծնողավարության սխալներից։ Շիրվանզադեն շատ հագնված, բայց շատ նուրբ կերպով տանում է այդ գիծը։ Ավագ որդուն պախարակում են ինչու, որ նա մեկնել է Ռուսաստան եւ ամուսնացել է օտար ազգի կնոջ հետ առանց համաձայնության, բայց եթե մենք ուշադրություն դարձնենք, ավագ որդին կտրվելով այս ընտանիքից, ծնողավարությունից կաղապարված, ինքը այնտեղ դրսում ստեղծում է շատ ավելի լավ ընտանիք եւ շատ ավելի բարոյական կերպարի մեջ է։ Իսկ այստեղ գտնվող երեխաները, ովքեր իբրև թե ծնողների կողքին են, գլորվում են։ Եվ ինչքան կտևեր այդ գլորվելը մինչև անդունդ, անհայտ է։ Այստեղ շատ հետաքրքիր է, այսինքն չի պախարակվում իրենց կողքի երեխան, ով որ թմրամոլ է, ով որ ակումբներում է անցկացնում իր կյանքը, բայց պախարակվում է այն անձը, ով որ կտրվել է ծնողից, չի հնազանդվել ծնողին, միգուցե որովհետև չի ընդունել այդ արդյունաբերական համայնքի կաղապարված մտքերը։ Եվ ես օրինակ խորհուրդ կտամ բոլոր ծնողներին վերընթերցել քաոսը, որպեսզի այդ տիպիկ սխալները թույլ չտրվեն, որպեսզի մենք կարողանանք տարանջատել իրական խնդիրը երկրորդական խնդրից։